Մեր նպատակը այն է, որ այսուհետ ներառականությունը մեր համայնքում դառնա արժեք։ Գյումրիում բացվել է համայնքի առաջին ներառականության պատը, որը պատրաստվել է 70 կերամիկե սալիկներից։ Սալիկներն իրենց մեջ ընդգրկում են հավասարության, մարդու իրավունքների եւ ներառականության գաղափարներին նվիրված նախապես հավաքագրված արտահայտություններ ու կոչեր։ Մեր յուրաքանչյուր սալիկ լցված է ժպիտով, հումորով եւ գյումրիեցու կոլորիտային կերպարով ինչպիսին փրկեցիք մեկստանը մեր քաղաքի հայտնի դեմքը։ Այսօր մենք ստեղծում ենք ներառականության պատ, ինչի համար է դա անչափ կարևոր, որովհետև մենք ուզում ենք ցույց տալ մեր հասարակությանը, մեր համայնքին, որ ներառականությունը դա չի վերաբերում ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, ներառման կարիք ունենք բոլորս, մեր տեղահանվածները, մեր հյուրերը, այսինքն ներառականությունը դա պետք է դառնա մշակույթ մեր երկրում։ Նորաստեղծ պատը յուրահատուկ է ոչ միայն իր բովանդակությամբ, այլ նաև ստեղծման ձևաչափով։ Յուրաքանչյուր սալիկ փակցվել է տարբեր մարդկանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանցից մինչև պետական կառավարման, կրթական, մշակութային ու հասարակական ոլորտի ներկայացուցիչներ։ Նախաձեռնությունը իրականացվել է ԱԳԱՏ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից հայերեն եւ անգլերեն, սակայն այն ընդգրկում է նաև բազմալեզու տարրեր։ Սալիկների մի մասը պարունակում է ժեստերի լեզվի արտահայտություններ, իսկ Գերմանիայից, Վրաստանից եւ Մոլդովայից ժամանած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք Հայաստանում են եղել փորձի փոխանակման ու տարածաշրջանային համագործակցության խորացման նպատակով, պատին ավելացրել են մեկական գերմաներեն, վրացերեն եւ մոլդովերեն սալիկ։ Մենք եկել ենք Հայաստան մեր ընկերների եւ գործընկերների ԱԳԱՏ հասարակական կազմակերպության հրավերով, որի հետ ունենք երկարաժամկետ համագործակցություն։ Մենք միասին աշխատում ենք մեր երկրներում խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այսօր միասին նշում ենք իրազեկման բարձրացման օրը։ Ցանկանում ենք, որ հասարակությունը գիտակցի, հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է ներառվեն կյանքի տարբեր ոլորտներում։ Միասին հանուն ներառականության ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց ներուժի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով Վրաստանում եւ Մոլդովայում եւս իրականացվելու են նմանատիպ ակցիաներ։ Աստղիկ Խաչատրյան, Մարտին Գևորգյան այսօր։